Ինչ անել, երբ քո հավատքը սովորեցնում է սիրել, բայց թշնամիդ եկել է քանդել ու քո կյանքի գործը։ Պատկերացրեք մի տեսարան, մի խաղաղ վարպետ, ում ձեռքերով քարը աղոթքի էր վերածվում, սեղմում է բռունցքները մինչև արյունը հոսի։ Նրա աչքի առաջ ոչ թե սուրբ գիրքն է, այլ իր հոր թողած սրբազան ժառանգության բեկորները, որոնք ոտնատակ են տվել։ Սա այն պահն է, երբ աղոթքը կարծես թե լռում է, և սրտում արթնանում է վրեժի մութ ցանկությունը։ Բայց ամենակարևորը, կա մի ուժ, որի մասին ոչ այդ վարպետը գիտեր, ոչ էլ նրա թշնամին։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես ավետարանի մեկ հաճախ լսված, բայց երբեք մինչև վերջ չհասկացված խոստումը դառնում է իրական, գործող զենք։ Դուք կտեսնեք, թե ինչպես է անխուսափելի թվացող պարտությունը վերածվում մի բանի, որը ոչ ոք չէր սպասում։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է իսկական քրիստոնեական զորությունը արթնանում այնտեղ, որտեղ բոլորը սպասում են պարտության։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանի հոգի ենք։ Առավոտյան արևի առաջին շողերը հազիվ էին ոսկեզօծել Արարատի գագաթը, երբ Գևորգի արհեստանոցի դիմաց հայտնվեց մի հրեշ։ Դա դեղին հսկայական բուլդոզեր էր, որի մետաղական շերեփը սպառնականորեն փայլում էր լուսադեմին։ Նրա շարժիչի խուլ գվոցը խախտում էր Երևանի հին թաղամասի առավոտյան անդոռը, որտեղ դեռ օդում սավառնում էր թարմ թխված հացի և սուրճի բույրը։ Գևորգը 65 տարեկան մի տղամարդ, ում դեմքը պատված էր քարի փոշուց առաջացած խորը կնճիռներով, դուրս եկավ արհեստանոցից։ Նրա ձեռքերում դեռ մուրճն ու սայրն էին, կարծես նա պատրաստվում էր քարի փոխարեն պողպատի դեմ մարդ տնչել։ Այդ արհեստանոցը պարզապես շենք չէր, դա սրբավայր էր, որտեղ նրա պապը, հետո հայրը և հիմա ինքը, Գևորգը, անշունչ տուֆ քարին կյանք էին տվել, այն վերածելով հավերժության խորհրդանիշ խաչքարերի։ Նրա երիտասարդ աշակերտը, 17-ամյա Սարգիսը, սարսափահար կանգնել էր դռան շեմին, ձեռքերով կառչած փայթե շրջանակից, կարծես վախենում էր, որ շենքը կարող է ամեն պահի փլվել։ Բուլդոզերի կողքին կանգնած էր մի թանկարժեք կոստյումով տղամարդ, Տիգրանը, ում մուգ ակնոցները թաքցնում էին աչքերը։ Բայց դեմքին քարացած ինքնավստահ ժպիտը ոչ մի կապ չուներ ջերմության հետ։ «Վարպետ Գևորգ», սկսեց նա, ձայնի մեջ խառնելով քաղցրությունն ու մետաղը, «ես ձեզ լավ առաջարկով եմ եկել։ Այս ամբողջ թաղամասը մենք վերցնում ենք։ Այստեղ ժամանակակից բնակելի համալիր է կառուցվելու, իր ստորգետնյա կայանատեղիով և լողավազանով։ Ձեր այս հին շինության համար առաջարկում եմ շուկայականից կրկնակի գին։ Կարող եք քաղաքի կենտրոնում 2 բնակարան գնել, մեկը ձեզ, մյուսն էլ ձեր տղայի ընտանիքի համար»։ Գևորգը նայեց Տիգրանին, հետո իր արհեստանոցին, որի քարե պատերին դեռ պահպանվում էր իր հոր քրտինքի հոտը։ Նա ուղղեց մեջքը, նրա ձայնը պողպատի պես հնչեց. «Այս հողը վաճառքի ենթակա չէ, այն իմ պապերից է մնացել։ Այստեղ յուրաքանչյուր քար հիշողություն է։ Ձեր փողերը չեն կարող գնել իմ անցյալը, պարոն»։ Տիգրանի ժպիտը մի պահ անհետացավ, և նրա դեմքին հայտնվեց գիշատչի արտահայտություն։ «Իմաստուն եղեք, վարպետ, զարգացման դեմ չես կանգնի։ Սա իմ վերջին բարի առաջարկն է։ Հաջորդ անգամ մեր զրույցն այլ կերպ կընթանա»։ Գևորգը լուր շրջվեց և վերադարձավ արհեստանոց։ Նրա քայլերը ծանր էին, կարծես ուսերին կրում էր ոչ միայն իր, այլև իր նախնիների ժառանգության բեռը։ Սարգիսը վազեց նրա հետևից։ «Վարպետ, սրանք լուրջ մարդիկ են, ինչ ենք անելու»։ «Անելու ենք այն, ինչ միշտ արել ենք», խրպոտ ձայնով պատասխանեց Գևորգը։ «Աղոթելու ենք և աշխատելու»։ Այդ կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում մթնոլորտը ծանր էր։ Գևորգը կանգնել էր մի անկյունում, Քրիստոսի խաչելության սրբապատկերի տակ, փորձելով կենտրոնանալ աղոթքի վրա, բայց Տիգրանի խոսքերը մուրճի հարվածների պես դղրդում էին մտքում։ Ոչ հեռու, կանանց համար նախատեսված հատվածում, նստած էր Մարիամը, 70 տարեկան մի կին, ով ամուսնու մահից հետո կարծես կորցրել էր կյանքի բոլոր գույները։ Նա տեսնում էր Գևորգի տառապանքը, նրա սեղմված բռունցքները, բայց չգիտեր ինչպես մոտենալ։ Նա ինքն իրեն օտար էր զգում այն համայնքում, որտեղ անցել էր իր ողջ կյանքը, որտեղ մկրտվել էին իր երեխաներն ու թոռները։ Մյուս կողմում կանգնած էր Արփին, 30 տարեկան երիտասարդ մայր, ով իր փոքրիկ տղայի ձեռքը բռնած անհանգիստ շուրջն էր նայում։ Նա վերջերս էր տեղափոխվել այս թաղամաս և զգում էր անտեսանելի պատերը, որոնք կառուցվել էին տարիների ընթացքում։ Բոլորը միմյանց ճանաչում էին, իսկ նա նորեկ էր, օտար։ Քահանան, հայր Դավիթը, 45 տարեկան մի եռանդուն մարդ, իր հայացքով շոշափում էր իր հոտը։ Նա տեսնում էր Գևորգի հպարտ միայնությունը, Մարիամի թաքնված վիշտը և Արփիի օտարացումը։
Նա զգում էր, որ իր համայնքը բաժանված է անտեսանելի պատերով և աղոթում էր, որ Տերը ցույց տա իրեն միավորման ճանապարհը։ Պատարագից հետո, երբ մարդիկ սկսեցին ցրվել, Գևորգը շտապեց դուրս գալ, խուսափելով բոլորի հայացքներից։ Սակայն եկեղեցու բակում նրան կանգնեցրեց թաղային հեղինակություններից մեկը՝ Ռուբենը, մի տղամարդ, ում մասին շատ բաներ էին խոսում, բայց ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել։ «Վարպետ Գևորգ, լսեցի, խնդիրներ ունես», ասաց նա ձայնի մեջ թաքնված սպառնալիքով։ «Եթե օգնություն է պետք, ասա, մենք գիտենք, թե ինչպես խոսել այդպիսի տիգրանների հետ»։ Գևորգը սառը հայացքով նայեց նրան։ «Իմ խնդիրները ես կլուծեմ, Ռուբեն, ինձ քո օգնությունը պետք չէ»։ «Դե ինչպես կասես», ուսերը թոթվեց Ռուբենը, «բայց հիշիր, երբեմն հրդեհը միայն ջրով չեն հանգեցնում»։ Այս զրույցը չվրիպեց հայր Դավիթի աչքից, ով մոտեցավ Գևորգին, երբ Ռուբենը հեռացավ։ «Գևորգ, եղբայր, զգույշ եղիր, սատանան ձուկ է որսում պղտոր ջրում, մի թույլ տուր, որ զայրույթը քեզ սխալ ճանապարհով տանի»։ «Իսկ ո՞րն է ճիշտ ճանապարհը, հայր Սուրբ», դառնությամբ հարցրեց Գևորգը։ «Աղոթեմ, որ Աստված Տիգրանի սիրտը փափկեցնի, նրա սիրտը քարից է, իսկ ես քարի լեզուն լավ գիտեմ»։ Գևորգը շրջվեց ու գնաց, թողնելով քահանային մտահոգ։ Նա գիտեր, որ Գևորգի հպարտությունը նույնքան վտանգավոր թշնամի էր, որքան Տիգրանի ագահությունը, և նա աղոթեց, որ Տերը իմաստություն տա իրեն, օգնելով այս կորած ոչխարին, մինչև նա ինքն իրեն գայլերի բաժին չդարձնի։ Հաջորդ կիրակի հայր Դավիթը բարձրացավ ամբիոն։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց թափանցում էր մինչև հոգու խորքը, կարծես յուրաքանչյուր բառ կշռադատված էր հավերժության կշեռքի վրա։ Նրա հայացքը սահեց եկեղեցում հավաքվածների վրայով, կանգ առնելով Գևորգի, Մարիամի և Արփիի վրա, ովքեր, չնայած ֆիզիկական հեռավորությանը, կարծես միավորված էին միևնույն անտեսանելի ցավով։ Սիրելի հավատացյալներ, այսօր ես ուզում եմ խոսել ձեզ հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենահզոր և միևնույն ժամանակ ամենապարզ խոստումներից մեկի մասին։ Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխում նա ասում է. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, այնտեղ ես նրանց մեջ եմ»։ Մենք հաճախ այս խոսքերը հասկանում ենք որպես համատեղ աղոթքի քաջալերանք, և դա ճիշտ է, բայց եկեք նայենք համատեքստին։ Այս խոսքերից անմիջապես առաջ Հիսուսը խոսում է մեղանչած եղբորը ներելու և հաշտվելու մասին։ Նա սովորեցնում է, որ եթե եղբայրդ չի լսում քեզ, վերցրու քեզ հետ մեկ կամ երկու հոգու, իսկ եթե նրանց էլ չլսի, ասա եկեղեցուն։ Հիսուսը խոսում է համայնքի, եկեղեցու, որպես Քրիստոսի մարմնի մասին։ Այն երկուսը կամ երեքը պարզապես մարդկանց քանակ չէ, դա եկեղեցու ամենափոքր, կենդանի բջիջն է։ Դա այն միջուկն է, որտեղ ծնվում է միասնությունը։ Երբ մենք հավաքվում ենք նրա անունով, դա նշանակում է, որ մենք մի կողմ ենք դնում մեր եսը, մեր վիրավորանքներն ու հպարտությունը և միավորվում ենք մեկ նպատակի՝ Քրիստոսին հետևելու շուրջ։ Այդ ժամանակ նա ինքն է ներկա լինում ոչ թե որպես հեռավոր դիտորդ, այլ որպես մեր միասնության կենդանի կենտրոն։ Հայր Դավիթը մի պահ լռեց, թույլ տալով, որ խոսքերը ներծծվեն ներկաների սրտերի մեջ, ապա շարունակեց, հայացքը սահեցնելով դեպի Գևորգը. «Մեր հայ ժողովրդի պատմությունը հենց այս խոսքերի վկայությունն է։ Երբ մենք մնացել ենք մենակ, երբ թշնամին շրջապատել է մեզ, ի՞նչն է մեզ փրկել։ Ոչ թե մեր զենքի ուժը, այլ մեր միասնությունը։ Մենք հավաքվել ենք մեր եկեղեցիների շուրջ, որոնք ոչ թե քարե շինություններ են, այլ հավատքի տներ։ Մենք դարձել ենք այն երկուսը կամ երեքը, և Քրիստոսը եղել է մեր մեջ։ Էջմիածինը, Գեղարդը, Խորվիրափը պարզապես պատմական հուշարձաններ չեն, դրանք վկայություններ են այն մասին, որ երբ հայ մարդը միավորվում է Քրիստոսի անունով, նա դառնում է անպարտելի։ Գևորգը լսում էր քարոզը, բայց նրա միտքը մեկ էր. ինչպես կարող է միասնությունը կանգնեցնել բուլդոզերը։ Նա փորձում էր աղոթել, բայց նրա աղոթքը պահանջ էր, ոչ թե խոնարհում։ «Տեր, ուժ տուր ինձ, որ դիմակայեմ այս անարդարությանը»։ Նա ուժ էր խնդրում իր համար, իր անհատական պայքարի համար։ Պատարագից հետո Մարիամը, հաղթահարելով իր ամոթխացությունը, մոտեցավ Արփիին։ «Դուստրս, լսեցիր հայր Սուրբի խոսքերը, երկուսը կամ երեքը, մենք այս եկեղեցում հարյուրավոր ենք, բայց կարծես յուրաքանչյուրս մենակ է իր ցավի մեջ»։ Արփին տխուր ժպտաց, փոքրիկի ձեռքը ավելի ամուր սեղմելով։ «Ճիշտ եք, տիկին Մարիամ, ես ամեն կիրակի գալիս եմ այստեղ, հույս ունենալով ընտանիքի անդամ դառնալ, բայց կարծես անտեսանելի լինեմ»։ Նրանք երկուսն էլ նայեցին Գևորգին,
ով արագ դուրս էր գալիս եկեղեցուց, կարծես փախչում էր ոչ միայն մարդկանցից, այլև իր սեփական մտքերից։ Այդ երեկո Գևորգի տանը լարվածությունն օդում կտրելու բան էր։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր, իսկ ընտանիքի անդամները նստած էին լուռ, յուրաքանչյուրը իր մտքերի գերին։ Լռությունը խախտեց Գևորգի կրտսեր եղբայրը, Լևոնը, մի գործնական և տաքարյուն տղամարդ, ով աշխատում էր որպես իրավաբան և հավատում էր միայն փաստաթղթերի և օրենքի ուժին։ Եղբայր, մինչև երբ ենք այսպես նստելու։ Լսիր, ես հասկանում եմ քո սկզբունքները, բայց սա այն դեպքը չէ, որտեղ ավետարանը կօգնի։ Այս Տիգրանը հասկանում է միայն ուժի լեզուն։ Ես իմ կապերն ունեմ, կարող ենք նրա վրա այնպիսի կեղտ գտնել, որ նա կմոռանա ոչ միայն քո արհեստանոցի, այլև իր անվան մասին։ Կամ կարող ենք մի երկու լավ տղայի խնդրել, որ նրա հետ զրուցեն։ Գևորգի կինը, Անահիտը, մի հեզ և բարի կին, սարսափահար նայեց ամուսնու եղբորը։ Լևոն, ինչ ես ասում, մենք քրիստոնյա մարդիկ ենք, ինչպես կարող ենք այդպիսի բաների դիմել։ Գևորգը, ով մինչ այդ լուռ էր, վերցրեց սեղանին դրված հին կաշեկազմ ավետահանը, որը նրա պապից էր մնացել։ Լևոն, ես քեզ հասկանում եմ, հանգիստ սկսեց նա, բայց մենք մեր ճանապարհն ունենք։ Տերն ասում է, մյուս այթդ դարձրու, կտրուկ ընդհատեց Լևոնը, բայց սա այն դեպքը չէ, երբ ապտակում են, սա այն դեպքն է, երբ փորձում են գլուխդ կտրել։ Դու կարդում ես քո գրքերը, իսկ նա բուլդոզերով կգա ու կքանդի մեր պապի օջախը։ Ինչ ես անելու այդ ժամանակ, էլի ավետարան ես կարդալու նրա համար։ Գևորգի ձեռքերը դողացին։ Նա բացեց գիրքը, փորձելով գտնել այն խոսքերը, որոնք կհանգստացնեին եղբորը, բայց նրա խոսքերը միայն ավելի սրեցին իրավիճակը։ Նրա փորձը փոխանցելու Քրիստոսի խորհրդի էությունը ընտանիքը բաժանեց երկու ճամբարի։ Մի կողմում ռեալիստներն էին, Լևոնի գլխավորությամբ, ովքեր պահանջում էին գործնական, նույնիսկ կոշտ քայլեր, իսկ մյուս կողմում իդեալիստները, Անահիտը, ով հավատում էր աղոթքի և հավատքի զորությանը։ Գևորգը հայտնվեց երկու կրակի արանքում, իր հավատքի և իր ընտանիքի միջև, և հասկացավ, որ թշնամին ոչ միայն դրսում է, այլև ներսում, իր սեփական տանը, իր սեփական սրտում։ Հաջորդ շաբաթվա ընթացքում Տիգրանը փոխեց իր մարտավարությունը։ Նա այլևս չէր գալիս առաջարկներով։ Փոխարենը Գևորգի արհեստանոցի շուրջ սկսվեց անտանելի իրավիճակ ստեղծվել։ Շինարարական մեքենաները միտումնավոր փակում էին արհեստանոցի մուտքը, խոչընդոտելով հաճախորդների մուտքը։ Բանվորները բարձր, անջաշակ երաժշտություն էին միացնում, իսկ հսկայական բեռնատարները այնպիսի փոշի էին բարձրացնում, որ Գևորգը ստիպված էր դադարեցնել աշխատանքը։ Գևորգը փորձեց լուծել խնդիրը մարդկային միջոցներով։ Նա զանգահարեց ոստիկանություն։ Երկու երիտասարդ ոստիկան եկան, անտարբեր հայացքով զրուցեցին շինարարության ղեկավարի հետ, ով նրանց ձեռքը ինչ-որ թուղթ սեղմեց, ապա ուսերը թոթվեցին և ասացին. «Վարպետ ջան, շինարարություն է, աղմուկ էլ կլինի, փոշի է։ Ինչ կարող ենք անել, փաստաթղթերը կարգին են»։ Գևորգը հասկացավ, որ Տիգրանի ազդեցությունը հասել էր նաև այնտեղ։ Հուսահատված նա փորձեց խոսել բանվորների հետ։ «Տղերք, հայ եք, հասկացեք, սա սուրբ տեղ է, այստեղ հացի քար են կերտում»։ Բանվորներից մեկը, մի կոպիտ տղամարդ, ծիծաղեց. «Պապի, մենք էլ մեր հացի փողն ենք աշխատում, քո քարերը մեր երեխաներին չեն կերակրելու»։ Այդ երեկո ընտանեկան լարված ընթրիքից հետո, երբ Լևոնը հերթական անգամ պնդում էր, որ պետք է իրենց լեզվով խոսել, Գևորգը գնաց իր արհեստանոց։ Նա նստեց անավարտ խաչքարի մոտ, որի վրա աշխատում էր վերջին ամիսներին, և նրա հոգին լցվեց անզորության զգացումով։ Նա հիշեց հայր Դավիթի քարոզը. «Սիրիր թշնամուդ, մյուս այտդ դարձրու»։ Բայց ինչպես սիրել մեկին, ով ոտնահարում է քո ամենանվիրականը։ Միգուցե նա սխալ էր հասկանում Տիրոջ խոսքերը։ Միգուցե սերը պարզապես զգացմունք չէ, այլ գործողություն։ Այդ գիշեր նա որոշում կայացրեց։ Նա որոշեց անել մի բան, որը հակասում էր իր ողջ բնույթին, իր հպարտությանը։ Նա որոշեց առաջին քայլն անել։ Հաջորդ առավոտ, հաղթահարելով իր ներքին դիմադրությունը, Գևորգը վերցրեց մի փոքրիկ, նրբորեն քանդակված խաչքար, որը նա պատրաստել էր տարիներ առաջ, և գնաց Տիգրանի գրասենյակ։ Շքեղ, ապակեպած շենքի ընդունարանում նրան երկար սպասեցրին, բայց ի վերջո թույլ տվեցին մտնել։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի հետևում, նրա դեմքին զարմանքի և արհամարհանքի խառնուրդ կար։ «Ինչ ես ուզում ծերուկ», հարցրեց նա։ Գևորգը խորը շունչ քաշեց և խաչքարը դրեց սեղանին։ «Սա քեզ համար է», հանգիստ ասաց նա։ «Թող Աստված օրհնի քո աշխատանքը»։ Տիգրանը մի պահ լուռ նայեց Գևորգին, հետո վերցրեց խաչքարը։
Նա զննեց այն, մատներով շոշափեց նուրբ քանդակները, կարծես գնահատում էր աշխատանքը։ Գևորգի սրտում հույսի մի փոքրիկ կայծ բռնկվեց։ Բայց հետո Տիգրանը արհամարհական ժպտաց և առանց մի խոսք ասելու խաչքարը նետեց իր սեղանի կողքին դրված աղբամանի մեջ։ Մարմարի և մետաղի բախման ձայնը որոտի պես հնչեց լուռ սենյակում։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը, «ինձ քո հողն է պետք, և դու այն ինձ կտաս, հիմա դուրս»։ Գևորգը դուրս եկավ գրասենյակից, նա ջախջախված էր, նվաստացումը այրում էր նրա այտերը։ Նրա միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի խորհուրդը ոչ միայն ձախողվել էր, այլև նրան դարձրել էր ծաղրի առարկա։ Նա քայլում էր Երևանի փողոցներով, չնկատելով ոչինչ։ Նրա մտքում միայն մեկ հարց էր պտտվում. «Ինչու, Տեր, ինչու»։ Նա զգում էր, որ իր հավատքը ճաքեր է տալիս։ Մարդկային բանականությունը գոռում էր, որ նա հիմարություն է արել, որ պետք էր լսել Լևոնին։ Իսկ աստվածային իմաստությունը լուռ էր։ Այդ երեկո նա գնաց եկեղեցի։ Այն դատարկ էր, միայն մոմերի լույսն էր պարում քարե պատերին։ Հայր Դավիթը այնտեղ էր, աղոթում էր խորանի առաջ։ Նա զգաց Գևորգի ներկայությունը և շրջվեց։ Տեսնելով վարպետի հուսահատ դեմքը, նա ամեն ինչ հասկացավ։ Նա չհարցրեց, թե ինչ է պատահել, փոխարենը նա մոտեցավ և ձեռքը դրեց Գևորգի ուսին։ Երբեմն, եղբայր, մեր առաջին քայլը դեպի Քրիստոս մեզ տանում է ոչ թե դեպի հաղթանակ, այլ դեպի Գողգոթա։ Նա չի խոստացել մեզ հեշտ ճանապարհ։ Նա խոստացել է, որ ինքը մեզ հետ կլինի այդ ճանապարհին։ Դու փորձեցիր գործել սիրով, բայց մոռացար, որ սերը ոչ միայն զգացմունք է, այլև իմաստություն։ Մենք պետք է լինենք իմաստուն, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։ Քո քայլը աղավնու քայլ էր, բայց այնտեղ օձի իմաստությունը պակասում էր։ Գևորգը նայեց քահանային։ Իսկ որտեղից գտնել այդ իմաստությունը, հայր Սուրբ։ Այնտեղից, որտեղից միշտ գտել ենք, պատասխանեց հայր Դավիթը, մատնացույց անելով ավետարանը։ Բայց ոչ թե մենակ, այլ միասին։ Քրիստոսի խորհուրդը ոչ թե անհատի, այլ եկեղեցու համար է։ Եկ միասին փնտրենք այն։ Եվ այդ գիշեր դատարկ եկեղեցում նրանք երկուսով սկսեցին ուսումնասիրել Տիրոջ խոսքերը, փնտրելով ոչ թե հեշտ պատասխաններ, այլ խորը, աստվածային իմաստություն, որը կարող էր լուսավորել նրանց մութ ճանապարհը։ Մի գիշեր Գևորգը արթնացավ բարձր շխկոցից։ Սիրտը բերանում նա վազեց դեպի արհեստանոց։ Դուռը կոտրված էր, փայտե տախտակները ցցված էին տարբեր ուղղություններով, կարծես ինչ-որ հրեշ փորձել էր ներս մտնել։ Իսկ ներսում տիրում էր քաոս։ Գործիքները շաղտված էին, փոքր խաչքարերը տապալված, բայց ամենասարսափելին կենտրոնում էր։ Այնտեղ պատվանդանի վրա դրված էր մի խաչքար, որը նա համարյա ավարտել էր։ Դա նրա հոր վերջին, անավարտ գործն էր, որի վրա Գևորգը աշխատում էր վերջին 20 տարիներին ընթացքում, ավելացնելով 1-2 նախշ տարին մեկ անգամ, կարծես երկարացնելով հոր հետ իր զրույցը։ Հիմա այդ խաչքարի վերին թևը ջարդված էր, այն ընկած էր գետնին, որպես մահացած թռչունի թև։ Գևորգը բռունցքները սեղմեց այնքան ուժեղ, որ եղունգները խրվեցին ափի մեջ և արյուն հոսեց։ Նա նայում էր այն թանկարժեք խաչքարին, որի վրա իր հայրը աշխատել էր կյանքի վերջին տարում, և որը կոտրվել էր Տիգրանի մարդկանց կողմից։ Մարմարե բեքորները զգացվում էին որպես իր սեփական հոգու բեքորներ։ Այդ պահին նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Ոչ մի աղոթք, ոչ մի խոնարհություն այլևս նրա սրտում չկար։ Միայն կրակոտ ցասում և վրեժի ծարավ։ Առավոտյան, երբ հայր Դավիթը, լսելով լուրը, շտապեց արհեստանոց, նա գտավ մի այր Գևորգի։ Նրա աչքերում սառը կրակ էր վառվում, և նրա դեմքը քարացել էր։ «Հայր Սուրբ», ձայնը կտրուկ հնչեց, «տեսնում եք ձեր միասնության արդյունքը, տեսնում եք, թե ինչի հանգեցրեց իմ համբերությունը։ Դուք խոսում եք ներելու մասին, իսկ նրանք պղծում են իմ հոր հիշատակը։ Որտեղ է հիմա Քրիստոսը։ Ես պետք է մյուս այթս էլ դարձնեմ, մինչև նրանք այս ամբողջ արհեստանոցը գետնին հավասարեցնեն»։ «Գևորգ, եղբայրս, հանգստացիր», փորձեց մեղմել քահանան, «սա սատանայի սադրանք է, որպեսզի քո սրտում ատելություն սերմանի։ Ոչ, սա այլևս հավատքի հարց չէ, սա պատվի հարց է։ Ես նրանց ցույց կտամ, թե ինչ է նշանակում անարգել հայի օջախը։ Ես կպայքարեմ նրանց մեթոդներով»։
Գևորգը ամբողջովին մերժում էր քահանայի խորհուրդը, նրա համար Հիսուսի խոսքերը դարձել էին անիմաստ, անզոր գեղեցիկ արտահայտություններ, մարդկային բանականությունը, ակննդական, սկզբունքը ամբողջովին տիրել էր նրա մտքին։ Նա սկսեց մտածել, թե ինչպես կարող է վնասել Տիգրանի շինարարական տեխնիկան։ Նա մտածում էր վրեժի մասին, որը քաղցր էր թվում, բայց իրականում հոգին թունավորող մահացու թույն էր։ Սակայն Տիգրանը նրանից առաջ ընկավ։ Մի քանի օր անց տեղական թերթերից մեկում հայտնվեց մի զրպարտչական հոդված։ Այնտեղ Գևորգը ներկայացվում էր որպես համառ ծերունի, ով խոչընդոտում է քաղաքի զարգացմանը, իսկ նրա արհեստանոցը որպես անօրինական շինություն, որը պետք է քանդվի։ Հոդվածում նաև ակնարկներ կային, թե իբր Գևորգը խաբեությամբ է տիրացել այդ հողին։ Զրպարտությունը թույնի պես տարածվեց թաղամասում։ Հաջորդ օրը, երբ Գևորգի կինը Անահիտը գնաց շուկա, նա զգաց, որ մթնոլորտը փոխվել է։ Մարդիկ, ովքեր երեկ նրան ժպտում էին, այսօր խուսափում էին նրա հայացքից։ Կանաչեղեն վաճառող Աշխենը, ում հետ նրանք տարիներով հարևանություն էին արել, ձևացրեց, թե չի տեսնում նրան։ Աշխեն ջան, ինձ մի կապոց կանաչի կտաս ան, մեղմորեն դիմեց Անահիտը։ Աշխենը առանց նրա կողմը նայելու կոպտորեն պատասխանեց. վերջացել է։ Անահիտը քարացավ, նրա աչքերը լցվեցին արցունքով։ Նա հասկացավ, որ Տիգրանի հարվածը ուղղված էր ոչ թե քարե պատերին, այլ նրանց բարի անվանը, նրանց պատվին։ Ճնշումը դարձել էր ոչ թե վերացական, այլ ֆիզիկապես շոշափելի։ Այդ երեկո ընտանիքում փոթորիկ սկսվեց։ Լևոնը թերթը շպրտեց սեղանին։ Ահա քո սիրո և համբերության արդյունքը, Գևորգ։ Մինչ դու աղոթում էիր, նա մեր անունը ցեխի հետ հավասարեցրեց։ Ինչ կասեն մարդիկ։ Մեր երեխաները դպրոց են գնում։ Ինչպես պետք է նրանք մարդկանց աչքերին նայեն։ Այս անգամ նույնիսկ Անահիտը չպաշտպանեց Գևորգին։ Նա նստած էր լուռ, և նրա դեմքին արտահայտված էր խորը ցավ։ Գևորգը զգաց, որ կորցնում է ոչ միայն իր արհեստանոցը, այլև իր ընտանիքի հարգանքը։ Նա հայտնվել էր հոգևոր փակուղում։ Հիսուսին հետևելու իր փորձերը միայն ավելի էին բարդացրել իրավիճակը։ Նա դեռ հավատում էր Տիրոջ խոսքերին, բայց սկսում էր կասկածել, թե արդյոք ճիշտ է դրանք մեկնաբանում։ Միգուցե իրականում պետք էր փոխզիջման գնալ։ Միգուցե քրիստոնեական արժանապատվությունը պահանջում էր ոչ թե խոնարհություն, այլ պայքար։ Այս հարցերը տանջում էին նրան, և նա պատասխան չէր գտնում։ Այդ գիշեր Գևորգը չկարողացավ քնել։ Նա նստած էր իր կոտրված արհեստանոցում, լիակատար հուսահատության մեջ, շրջապատված իր նախնիների ստվերներով։ Վրեժի ծրագրերը, որոնք օրվա լույսի ներքո այդքան գրավիչ էին թվում, գիշերվա խավարում բացահայտեցին իրենց սնանկությունը։ Նա հասկացավ, որ եթե նույնիսկ վնասի Տիգրանի տեխնիկան, դա ոչինչ չի փոխի։ Տիգրան ավելի հզոր էր, ավելի հարուստ, նա պարզապես կգներ նորը և ավելի դաժանորեն կշարունակեր իր հարձակումը։ Գևորգը զգաց իր լիակատար անզորությունը։ Ջարդված խաչքարի կողքին դրված էր հայր Դավիթի թողած ավետարանը։ Մեխանիկորեն Գևորգը վերցրեց այն։ Նրա մատները սահեցին էջերի վրայով և կանգ առան հենց այն հատվածի վրա, որը նրանք կարդում էին։ Նրա աչքերը ընկան ոչ միայն 20-րդ համարի վրա, որտեղ 2-ը կամ 3-ը, այլ նաև դրան նախորդող համարների վրա։ Եթե քո եղբայրը մեղանչի քո դեմ, գնա և հանդիմանիր նրան, եթե քեզ չլսի, քեզ հետ վերցրու ևս մեկին կամ 2-ին, եթե նրանց էլ չլսի, ասա եկեղեցուն։ Եվ այդ պահին արհեստանոցի լռության մեջ տեղի ունեցավ հրաշք, ոչ թե արտաքին, այլ ներքին։ Գևորգի աչքերից կարծես թե թեփ ընկավ։ Նա հանկարծ հասկացավ։ Նա հասկացավ իր սխալը, իր հոգևոր կուրությունը։ Հիսուսը չէր ասում, եթե դու մենակ աղոթես, ես քեզ հետ կլինեմ։ Նա չէր ասում, պայքարիր մենակ և ես քեզ ուժ կտամ։ Նա խոսում էր եկեղեցու, համայնքի, մարմնի մասին։ Զորությունը ոչ թե Գևորգի մեջ էր, այլ 2-ի կամ 3-ի միասնության մեջ։ Քրիստոսի ներկայությունը պարզապես մխիթարող զգացողություն չէր, այն ակտիվ, գործող ուժ էր, որը դրսևորվում էր հավատացյալների միավորված մարմնի միջոցով։ Նա գիտակցեց, որ ինքը փորձում էր լինել միայնակ քրիստոնյա հերոս, մինչդեռ Քրիստոսը նրան կանչում էր լինելու միասնական մարմնի անդամ։ Նրա թշնամին Տիգրանը չէր։ Տիգրանը պարզապես գործիք էր։ Իրական թշնամին բաժանման, ագահության և մեկուսացման ոգին էր, որը ներկայացնում էր Տիգրանը և որին ինքը Գևորգը քիչ էր մնում զոհ գնար իր հպարտության և զայրույթի պատճառով։ Ասա եկեղեցուն։ Այս խոսքերը հանկարծ նոր իմաստ ստացան։ Դա նշանակում էր կիսել բեռը, կիսել ցավը, կիսել պայքարը։ Դա նշանակում էր թույլ տալ, որ Քրիստոսը գործի ոչ թե միայն իր, այլ ամբողջ համայնքի միջոցով։
Այդ գիշեր Գևորգն առաջին անգամ ճիշտ աղոթեց։ Նա չխնդրեց ուժ իր համար։ Նա խնդրեց խոնարհություն, ընդունելու իր թուլությունը եւ դիմելու իր եղբայրներին ու քույրերին։ Նա խնդրեց իմաստություն, հասկանալու, թե ինչպես կարելի է կառուցել այն միասնությունը, որի մասին խոսում էր Տերը։ Այդ գիշեր նա հասկացավ, որ իր հոր կոտրված խաչքարը կարող է դառնալ ոչ թե պարտության, այլ մի նոր, ավելի ամուր միասնության հիմնաքարը։ Հաջորդ օրը լիակատար հուսահատության մեջ նա մեքենա նստեց եւ առանց որևէ մեկին ասելու ուղևորվեց դեպի Գեղարդի վանք։ Նա պետք է մենակ մնալ Աստծո հետ, հասկանալ, թե որն է իր ճանապարհը։ Նա չէր աղոթում, նա պարզապես նստած էր ժայռափոր եկեղեցու լռության մեջ, դատարկության մեջ, եւ այդ դատարկության մեջ նա տեսավ մի տեսարան, որը փոխեց ամեն ինչ։ Մի խումբ երեխաներ խաղում էին վանքի բակում։ Նրանցից մեկը մի չարաճճի տղա քար վերցրեց եւ նետեց մի թափառող շան վրա։ Շունը ցավից կենկենգաց։ Մոտակայքում աշխատող մի ծեր վանական, տեսնելով դա, հանգիստ մոտեցավ, վերցրեց այն նույն քարը, որով տղան հարվածել էր շանը։ Գևորգը սպասում էր, որ վանականը կբարկանա, կհանդիմանի տղային, կամ գուցե քարը հետ կլետի, բայց վանականը ոչինչ չարեց։ Նա քարը ձեռքին պահած, մոտեցավ վանքի կիսավեր պարսպին եւ զգուշորեն դրեց այն պատի հիմքում մի դատարկ տեղում։ Եվ այդ պահին Գևորգի մեջ մի բան շրջվեց։ Նրա միտքը լուսավորվեց մի հասկացողությամբ, որն այնքան պարզ էր, բայց եւ այնքան խորը, որ նա զարմացավ, թե ինչպես մինչ այդ չէր հասկացել։ Սիրիր թշնամուդ։ Դա չի նշանակում հանդուրժել չարը, դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա նշանակում է չարի էներգիան վերածել արարչագործության։ Դա նշանակում է վերցնել այն քարը, որով քեզ հարվածում են, եւ այն դնել քո տան, քո եկեղեցու, քո համայնքի հիմքում։ Չզիջել, այլ վերահասցեագրել հարվածը։ Տիգրանի ատելությունը, նրա ագահությունը, նրա հարձակումները, այս ամենը քարեր էին, որոնք նա նետում էր Գևորգի վրա, եւ Գևորգը մինչեւ հիմա փորձում էր կամ այդ քարերը հետ նետել, կամ դրանց տակ թաքնվել։ Բայց Քրիստոսը առաջարկում էր երրորդ ճանապարհը՝ վերցնել այդ քարերը եւ դրանցով կառուցել ոչ թե պատ, որը կբաժանի, այլ տաճար, որը կմիավորի։ Նրա պայքարը Տիգրանի դեմ չէր, նրա պայքարը ատելության էներգիան սիրո էներգիայի վերածելու համար էր, եւ այդ պայքարում նա մենակ չէր կարող հաղթել։ Նրան պետք էր իր համայնքը, իր երկուսը կամ երեքը, որոնք կօգնեին իրեն հավաքել այդ քարերը եւ դրանք ճիշտ տեղում դնել։ Գևորգը վեր կացավ։ Նրա դեմքին այլևս հուսահատություն չկար, կար խաղաղություն եւ վճռականություն։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Երբ Գևորգը Գեղարդից վերադարձավ Երևան, նա այլ մարդ էր, նրա քայլվածքը վստահ էր, իսկ աչքերում վառվում էր մի լույս, որը վաղուց մարել էր։ Առաջին բանը, որ նա արեց, իր ընտանիքին հավաքելն էր։ Նրա եղբայր Լևոնը, կինը Անահիտը եւ նույնիսկ նրա մեծ տղան Արմենը նստած էին սեղանի շուրջ, սպասելով հերթական հուսահատ ճարին։ Բայց Գևորգի ձայնը հանգիստ էր եւ ամուր, նա չխոսեց իր ցավից կամ նվաստացումից, նա պատմեց ծեր վանականի եւ քարի մասին։ Նա խոսեց ոչ թե պարտվելու կամ հաղթելու, այլ կառուցելու մասին։ Եվ հետո նա հայտարարեց իր որոշումը, որը սենյակում պայթած ռումբի պես հնչեց։ Տիգրանը ցանկանում է վերցնել մեր հողը, դրա վրա շքեղ տուն կառուցելու համար։ Շատ լավ։ Իսկ մենք հենց այստեղ, նրա քթի տակ, կսկսենք վերականգնել հին, լքված մատուռը, որը գտնվում է մեր արհեստանոցի հետևում։ Մենք կանենք դա անվճար, մեր ուժերով, մեր քարերով։ Մենք նրա ագահության տարածքը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Լևոնը ոտքի թռավ, նրա դեմքը կարմրել էր զայրույթից։ Դու խելագարվել ես, սա ինչ է, հերթական կատակը։ Մինչ դու մատուռ կկառուցես, նա բուլդոզերով կմտնի ու կքանդի եւ մատուռդ, եւ արհեստանոցդ։ Սա ինքնասպանություն է։ Բայց Անահիտը, ով վերջին շաբաթներին լուր տարապում էր, նայեց ամուսնու աչքերին։ Նա տեսավ այնտեղ ոչ թե խելագարություն, այլ հավատքի մի ուժ, որը նա երբեք չէր տեսել։ Եվ երկար ժամանակ անց, առաջին անգամ նա ժպտաց. «Ես քեզ հետ եմ, Գևորգ», մեղմորեն ասաց նա, «ինչ էլ որ լինի, ես քեզ հետ եմ»։ Այդ պարզ խոսքերը փոխեցին սենյակի մթնոլորտը։ Լևոնը դեռ բարկացած էր, բայց ընտանիքի մեջ ճեղքվածքը սկսեց կամրջվել։ Նոր դաշինք էր ստեղծվել, հիմնված ոչ թե վախի, այլ հավատքի վրա։ Հաջորդ օրը Գևորգը գնաց հայր Դավիթի մոտ եւ պատմեց իր ծրագրի մասին։ Քահանան երկար լսեց, նրա դեմքին ոչ մի զգացմունք չարտահայտվեց։ Երբ Գևորգն ավարտեց, հայր Դավիթը ասաց. «Սա շատ վտանգավոր ճանապարհ է, Գևորգ, դու կրակի հետ ես խաղում։
Տիգրանը սա կընդունի որպես անձնական վիրավորանք։ Ես գիտեմ, հայր Սուրբ, պատասխանեց Գևորգը, բայց ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Մենք պետք է ցույց տանք, որ կա ավելի մեծ ուժ, քան փողի ուժն է։ Քահանան մի պահ մտածեց, ապա նրա դեմքը լուսավորվեց։ Դու ճիշտ ես, եկեղեցին պետք է կառուցի, ոչ թե քանդի։ Ես քեզ հետ եմ։ Ես կխոսեմ ծխական խորհրդի հետ, մենք քեզ կօգնենք։ Եվ նա իր խոստումը պահեց։ Նույն երեկոյան նա հավաքեց ծխական խորհրդի անդամներին և ներկայացրեց Գևորգի գաղափարը։ Արձագանքը միանշանակ չէր։ Ոմանք, ինչպես տարեց ուսուցիչ Կարապետը, ոգևորվեցին։ Սա հրաշալի գաղափար է, մենք պետք է ցույց տանք, որ մեր համայնքը կենդանի է։ Բայց մյուսները կասկածամիտ էին։ Խանութպան Վարդանը, ով միշտ զգույշ էր, ասաց. «Իսկ ով է վճարելու այս ամենի համար։ Մենք հազիվ եկեղեցու ծախսերն ենք հոգում։ Եվ ինչ կլինի, եթե Տիգրանը իրավական քայլեր ձեռնարկի»։ Քննարկումը թեժ էր։ Համայնքը բաժանվել էր երկու մասի. նրանք, ովքեր պատրաստ էին ռիսկի դիմել հանուն հավատքի, և նրանք, ովքեր վախենում էին հետևանքներից։ Սակայն, անսպասելիորեն, խոսք վերցրեց Մարիամը, այն լուռ, միայնակ կինը։ Նրա ձայնը դողում էր, բայց խոսքերը հստակ էին։ Ես իմ ամբողջ կյանքն ապրել եմ այս թաղամասում։ Ես տեսել եմ, թե ինչպես է այս մատուռը քանդվում։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես է մեր համայնքը քանդվում, յուրաքանչյուրը փակվելով իր տանը։ Եթե մենք հիմա չմիավորվենք, եթե մենք հիմա մի քար չդնենք այս պատի մեջ, ապա մենք արժանի չենք մեր նախնիների հիշատակին։ Ես ունեմ մի քիչ խնայողություն, ես այն տալիս եմ այս սուրբ գործին։ Նրա խոսքերը փոխեցին ամեն ինչ։ Մեկը մյուսի հետևից մարդիկ սկսեցին իրենց աջակցությունը հայտնել։ Նույնիսկ կասկածամիտ Վարդանը խոստացավ շինանյութ տրամադրել։ Այդ երեկո եկեղեցու փոքրիկ սրահում ծնվեց մի նոր միասնություն։ Այն երկուսը կամ երեքը սկսեցին բազմանալ։ Եվ Գևորգը հասկացավ, որ ինքը այլևս մենակ չէ։ Նա ուներ իր եկեղեցին։ Հաջորդ շաբաթ առավոտյան շինհրապարակը վերածվեց յուրօրինակ մարտադաշտի։ Մի կողմում Գևորգը, նրա աշակերտ Սարգիսը, տարեց Կարապետը և ևս մի քանի հոգի սկսեցին մաքրել լքված մատուռի տարածքը։ Նրանք քարեր էին տեղափոխում, հողը հարթեցնում, և նրանց յուրաքանչյուր շարժման մեջ զգացվում էր ոչ թե աշխատանքի ծանրությունը, այլ արարման ուրախությունը։ Մյուս կողմում, արհեստանոցի դիմաց, կանգնած էին Տիգրանի սև ջիփերը։ Նրա մարդիկ դուրս եկան ոչ թե ֆիզիկական բռնության, այլ հոգեբանական ճնշման համար։ Նրանք մեքենաներից միացրին ականջ ծակող բարձր երաժշտություն, բերեցին աղբով լի պարկեր և սկսեցին դրանք թափել մատուռի մոտ, ապա սկսեցին բարձրաձայն վիրավորանքներ հնչեցնել։ «Այս ծերունի լրիվ խելքը թռցրել է», ծիծաղում էր նրանցից մեկը։ «Փոխանակ տունը վաճառի ու թորներով զբաղվի, քարեր է տաշում»։ Տիգրանը ինքը մեքենայի մեջ նստած արհամարհական ժպիտով հետևում էր տեսարանին։ Նա վստահ էր, որ մի քանի օրից Գևորգի ոգևորությունը կմարի։ Սակայն նա սխալվում էր։ Գևորգը, ով իր մեջ հայտնաբերել էր մի նոր անսասան ուժ, չէր արձագանքում սադրանքներին։ Տիգրանի մարդկանց յուրաքանչյուր վիրավորանքին նա պատասխանում էր մատուռի պատի մեջ ևս մեկ քար դնելով։ Յուրաքանչյուր աղբի պարկին նա պատասխանում էր տարածքի մեկ այլ անկյունը մաքրելով։ Նրա հանգստությունն ու վճռականությունը սկսեցին ազդել մյուսների վրա։ Առաջինը նրանց միացավ Արփին, երիտասարդ մայրը։ Նա իր փոքրիկ տղայի հետ եկավ, մի դույլ ջուր բերեց և սկսեց լվանալ այն քարերը, որոնք Գևորգը պատրաստում էր դնելու։ Նրա օրինակին հետևեցին մյուսները։ Թաղամասի կանայք ուտելիք և ջուր բերեցին։ Տղամարդիկ, ովքեր մինչ այդ վախենում էին միջամտել, աշխատանքից հետո գալիս էին և օգնում։ Մի քանի օրվա ընթացքում մի խումբ մարդիկ վերածվեցին մի փոքրիկ բանակի, որը զինված էր ոչ թե զենքով, այլ մուրճերով, բահերով և անսասան հավատքով։ Հակամարտությունը դարձավ հրապարակային, լրագրողներ սկսեցին գալ, և այն նույն թերթը, որը զրպարտել էր Գևորգին, այժմ ստիպված էր գրել համար խաչքարագործի և նրա համայնքի մասին։ Տիգրանը հասկացավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, նա զայրացած էր։ Մի երեկո, երբ արդեն մթնում էր, նա ինքը դուրս եկավ մեքենայից և մոտեցավ Գևորգին, ով հերթական քարն էր դնում պատի մեջ։ «Լսիր, ծերուկ, դու ի՞նչ ես ուզում ինձնից», խռպոտ ձայնով հարցրեց նա։ «Ինչքան փող ես ուզում, որ վերջ տաս այս կրկեսին»։ Գևորգը շրջվեց և հանգիստ նայեց նրա աչքերի մեջ։ Նրա հայացքում ատելություն չկար, միայն տխրություն։ «Ես քեզնից ոչինչ չեմ ուզում, Տիգրան», ասաց նա։ «Իսկ այս քարը ես դնում եմ ոչ թե քո դեմ, այլ քո հոգու փրկության համար»։
Տիգրանը քարացավ, նա սպասում էր ամեն ինչի, սպառնալիքների, պահանջների, բայց ոչ այս խոսքերին։ Մի պահ նրա դեմքին ինչ-որ մարդկային բան արտացոլվեց, բայց հետո նա նորից քարացավ։ «Դու դեռ կզղջաս դրա համար», շրշնջաց նա և վերադարձավ իր մեքենան։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացել էին և Գևորգը մնացել էր մենակ մատուռի կիսակառույց պատերի մոտ, նրան մոտեցավ իր եղբայրը՝ Լևոնը։ Նա երկար ժամանակ լուռ կանգնած էր, հետևում էր եղբորը աշխատանքին։ «Ես դեռ կարծում եմ, որ դու խելագար ես», ի վերջո ասաց նա, բայց նա վերցրեց մի քար և տվեց Գևորգին։ «Եթե պետք է խելագար լինել, ապա գոնե միասին։ Ցույց տուր, թե այս քարը որտեղ դնեմ»։ Գևորգը ժպտաց։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն քարե-պատեր էր կառուցում, այլև վերականգնում էր քանդված սրտերը և միավորում բաժանված ընտանիքները։ Պայքարը դեռ առջևում էր, բայց նա այլևս չէր վախենում։ Նա գիտեր, որ Քրիստոսը նրանց մեջ է։ Մի քանի շաբաթ անց, երբ մատուռի պատերն արդեն բարձրացել էին և համայնքի ոգևորությունը օրեցօր աճում էր, Տիգրանը հասկացավ, որ պարտվում է։ Նրա հոգեբանական ճնշումը չէր աշխատում, իսկ իրավական քայլերը ժամանակ էին պահանջում։ Զայրույթից կուրացած նա որոշեց դիմել վերջին վճռական քայլին։ Մի առավոտ, երբ Գևորգը և համայնքի անդամները նոր էին սկսել աշխատանքը, շինհրապարակում հայտնվեց այն նույն դեղին բուլդոզերը, որը սկիզբ էր դրել այս ամենին։ Այս անգամ ղեկին նստած էր ինքը՝ Տիգրանը։ Նրա դեմքը քարացած էր, իսկ աչքերում վառվում էր ոչնչացման կրակը։ Նա շարժիչը գործի դրեց և հրեշը սկսեց դանդաղ շարժվել դեպի մատուռի կիսակառույց պատերը։ Մարդիկ սարսափից քարացան։ Ոմանք սկսեցին գոռալ, մյուսները փորձեցին կանգնել բուլդոզերի ճանապարհին, բայց Տիգրանը չէր կանգնում։ Սա գագաթնակետն էր։ Այդ պահին Գևորգը մի քայլ առաջ արեց։ Նա կանգնեց ուղիղ բուլդոզերի դիմաց։ Նա չէր գոռում, չէր սպառնում, նա պարզապես կանգնած էր, հանգիստ և անսասան։ Բուլդոզերը կանգ առավ նրանից մի քանի մետր հեռավորության վրա։ Տիգրանը դուրս եկավ խցիկից և քայլեց դեպի Գևորգը։ Բոլորը լռեցին։ «Ճանապարհից հեռացիր, ծերուկ», խրպոտաց Տիգրանը։ Գևորգը չշարժվեց։ Նա նայեց Տիգրանի աչքերի մեջ և հանգիստ ձայնով, որը լսվում էր լարված լռության մեջ, ասաց. «Այս մատուռը կառուցվում է ի հիշատակ քո ծնողների՝ Հովհաննեսի և Մանուշակի։ Ես իմացա նրանց անունները, նրանք լավ մարդիկ են եղել»։ Նա ձեռքը մեկնեց և Տիգրանին տվեց մի փոքրիկ հարթ քար։ «Սա առաջին քարն է, որ դու նետեցիր ինձ վրա։ Վերցրու, դիր այս պատի մեջ, քո ծնողների հիշատակին»։ Տեղի ունեցավ անհավատալին։ Տիգրանի դեմքի քարե դիմակը սկսեց ճաքճքել։ Նրա աչքերում զայրույթի փոխարեն հայտնվեց ցավ, շփոթություն և մի բան, որը նման էր զղջման։ Նա նայեց քարին, հետո Գևորգին, հետո մատուռի պատերին։ Մի պահ թվաց, թե նա կփլվի, բայց նա իրեն զսպեց։ Առանց մի խոսք ասելու, նա շրջվեց, նստեց իր մեքենան և հեռացավ։ Բուլդոզերը մնաց տեղում, որպես հաղթված հրեշ։ Մի քանի ամիս անց մատուռի օծման արարողություններ։ Այն փոքրիկ էր, բայց լի լույսով և ջերմությամբ։ Գևորգի արհեստանոցն աշխատում էր, և պատվերները ավելի շատ էին, քան երբևէ։ Թաղամասում մթնոլորտը փոխվել էր։ Մարդիկ սկսել էին ավելի հաճախ ժպտալ, ավելի շատ խոսել միմյանց հետ։ Մարիամը այլևս միայնակ չէ, նա մատուռի խնամակալն էր դարձել։ Արփին կիրակնօրյա դպրոց էր վարում։ Բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի էր ունեցել Գևորգի արհեստանոցում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Լևոնը, ամեն շաբաթ օր գալիս էր և օգնում նրան։ Նրանք քիչ էին խոսում, բայց այն լռության մեջ, երբ երկու եղբայրներ միասին աշխատում էին քարի վրա, կար ավելի շատ ներողություն և հարգանք, քան որևէ խոսքի մեջ։ Մի օր, երբ նրանք աշխատում էին, արհեստանոցի դուռը բացվեց և ներս մտավ մի անծանոթ։ Նա լուռ մի ծրար դրեց սեղանին և հեռացավ։ Ծրարի մեջ մեծ գումար կար և մի գրություն՝ «Իմ ծնողների հիշատակին»։ Ստորագրություն չկար, բայց Գևորգը գիտեր, թե ումից է դա։ Նա հասկացավ, որ Տիրոջ ճանապարհները անքննելի են, և սիրո սերմը, որ նա ցանել էր, ծլել էր ամենաանսպասելի հողում։ Սիրելի եղբայրներ և քույրեր, Գևորգի պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս։ Հիսուսի խոստումը, որտեղ երկուսը կամ երեքը հավաքված են իմ անունով, այնտեղ ես նրանց մեջ եմ, պարզապես մխիթարություն չէ, դա գործողության կոչ է, դա զորություն է, որը կարող է քանդված համայնքը վերածել կենդանի եկեղեցու, ատելության քարերը տաճարի հիմնաքարերի, իսկ թշնամիներին եղբայրների։ Մեր համայնքները, մեր ընտանիքները, մեր սրտերը լի են այն քարերով, որոնք աշխարհը նետում է մեր վրա։ Մենք կարող ենք դրանք հետ նետել,
կարող ենք դրանց տակ թաղվել, կամ կարող ենք Գևորգի նման դրանք հավաքել եւ կառուցել։ Ընտրությունը մերն է։ Իսկ հիմա ես կխնդրեի ձեզ կիսվել մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում։ Ձեր փորձը կարող է լույս դառնալ մեկ ուրիշի համար, ով այսօր իր քարերի տակ է մնացել։ Թող Տիրոջ խաղաղությունը լինի ձեզ հետ։ Ամեն։